Փակեք աչքերն ու փորձեք հիշել այդ հոտը։ Բենզին, հին դերմանտին, էժանոծանելիք, ամառվա տաք ասֆալտ։ 80-ականների Երևանում այդ հոտը մի բան էր նշանակում։ Մարդը կյանքում առաջ է գնացել։ Ու եթե բակում հայտնվում էր 06, բոլորը դա նկատում էին։ Երեխաները կանգնում էին կողքը, մեծերը մոտենում էին սկսում հարցեր տալ։ Որտեղից ես վերցրել, որ թիվա, զավասկո է թե ոչ։ Խորհրդային տարիներին մեքենա ունենալը քո կարգավիճակի մասին էր խոսում։ Եթե դու 06 ունեիր, նշանակում էր կապեր ունես, փող ունես, կամ ուղղակի ճիշտ մարդկանց ես ճանաչում։ Մեքենան արդեն մարդու մասին բան էր ասում, մինչև ինքը կհասցներ խոսել։ Ոնց ստացվեց, որ իտալական սեդանը դարձավ ամբողջ Խորհրդային Միության ամենացանկալի մեքենաներից մեկը, եւ ինչու Հայաստանում այն դարձավ գրեթե պաշտամունք։ Պատմությունը սկսվում է Իտալիայից։ 60-ականներին Խորհրդային Միությունը հասկացավ, որ մարդկանց պետք է զանգվածային մեքենա։ Խորհրդային Միությունը մարդ էր ուղարկել տիեզերք, բայց սովորական քաղաքացին տարիներով հերթ էր կանգնում մեքենայի համար։ Լուծումը դարձավ Fiat-ի հետ պայմանագիրը։ Հիմքում Fiat 124-ն էր, Եվրոպայի տարվա մեքենան, բայց շատ արագ պարզվեց, որ իտալական մեքենան սովետական ճանապարհների համար չի ստեղծվել։ Հռոմի հարթ փողոցներում այն իրեն լավ էր զգում, սովետական փոսերի, ցեխի ու ձմռան մեջ ոչ։ Մի քանի հազար կիլոմետրից հետո թափքի վրա ճաքեր էին հայտնվում, կախոցները չէին դիմանում։ Դրա համար սովետական ինժեներները մեքենան գրեթե նորից հավաքեցին։ Ավելի հաստ մետաղ, ավելի ամուր կախոց, արգելակների փոփոխություն, հարյուրավոր մանր փոփոխություններ։ Այսպես ծնվեց Ժիգուլին։ Իտալական տեսքով, բայց լրիվ ուրիշ բնավորությամբ։ 70-ականների կեսերին 03-ը համարվում էր շքեղ մեքենա։ Քրոմ, հարուստ սրահ, արտաքին տեսք, բայց արտադրությունը թանկ էր։ Գործարանին նոր մոդել էր պետք, ավելի պարզ, ավելի էժան արտադրության, բայց նույնքան հեղինակավոր։ Այսպես հայտնվեց 21031 նախագիծը։ Հետո այն դարձավ VAZ 2106։ Դիզայնը փոխվեց, քրոմի մի մասը փոխարինվեց սև պլաստմասով։ Մեքենան ավելի խիստ տեսք ստացավ։ Ֆարերի շրջանակները, նոր ցանցը, հետևի լամպերը, այս ամենը մեքենան ավելի ժամանակակից դարձրին։ Բայց ամենակարևորը կապոտի տակ էր։ 1.6 լիտրանոց շարժիչ, 80 ձիաուժ։ Այսօրվա մեքենաների կողքին դա գուցե շատ չթվա, բայց այդ տարիներին 06-ը արագ մեքենա էր համարվում։ Հիմա տեղափոխվենք Հայաստան։ Այստեղ հատկապես 06-ը երբեք պարզապես մեքենա չի եղել։ Պաշտոնական գինը մոտ 9000 ռուբլի էր։ Այն ժամանակ, երբ միջին աշխատավարձը 150 ռուբլու սահմաններում էր, այսինքն մարդը տարիներով պիտի գումար հավաքեր, բայց նույնիսկ դա չէր նշանակում, որ նա կարող է գնել այդ մեքենան։ Հերթերը կարող էին 5-ից 10 տարի ձգվել, ու այստեղ սկսվում էր այն, ինչ Հայաստանում բոլորը լավ գիտեին՝ ճարելու արվեստը։ Կապեր, ծանոթներ, զանգեր։ Մարդիկ գնում էին Տոլյատի, երբեմն Վրաստան, միայն թե մեքենան ավելի շուտ ստանան։ Իսկ եթե հաջողվում էր սպիտակ կամ սաֆարի գույնի 06 վերցնել, դա արդեն ուրիշ մակարդակ էր։ Տոլյատիից Հայաստան ճանապարհը մեքենայի առաջին փորձությունն էր։ Շատ վարորդներ հավատում էին, որ եթե այդ ճանապարհին շարժիչին ճիշտ նայես, մեքենան տարիներով խնդիրներ չի տա։ Հետները վերցնում էին գործիքներ, յուղ, բենզինի կանիստրներ։ Երբ մեքենան մտնում էր բակ, ամբողջ թաղը դուրս էր գալիս նայելու։ Մարդիկ ստուգում էին դռները, լսում շարժիչի ձայնը։ Երեխաները հերթով նստում էին մեքենան, փորձարկում նստարանների փափկությունը։ Մեքենայի սեփականատերերը միևնույն ժամանակ ցույց էին տալիս Վելյուրե սրահը, դերմանտինե գործիքների պայուսակը եւ պահեստային անիվը։ Այդ պահին ոչ ոք չէր մտածում, որ մի քանի տարի հետո այս մեքենան լրիվ ուրիշ նշանակություն է ստանալու։ 06-ը դեռ պիտի հասցներ ապրել իր ամենափառավոր տարիները։ Հարսանիքներ, Սևանի ճանապարհներ, բակային հեղինակություն, գարաժային պատմություններ։ Բայց հետո եկան 90-ականները, եւ մեքենան, որը ստեղծվել էր հարմարավետ կյանքի համար, սկսեց փայտ տեղափոխել, գազով աշխատել ու մարդկանց փրկել սովից ու ցրտից։ 80-ականներին Հայաստանում մեքենան ընտանիքի անդամ էր, ու 06-ը այդ ընտանիքի ամենահարգված անդամներից մեկն էր։ Կիրակի առավոտները շատ բակերում նույն պատկերն էր՝ դույլով ջուր, սպունգ, մի տղամարդ, որ ժամերով լվանում էր իր մեքենան։ Եթե մեքենատ փայլում էր, նշանակում է դու կարգին մարդ ես, հետևում ես ունեցվածքիդ։ Հայաստանում 06-ը շատ արագ դարձավ սոցիալական սանդղակի մի մաս։ Կոպեյկան կամ 03-ը արդեն սովորական էին թվում բոլորի աչքին, բայց 6-ը արդեն ուրիշ կարգավիճակ ուներ, հատկապես սպիտակ գույնը։ Դրանք ավելի դժվար էին ճարվում, ու եթե նման մեքենա ունեիր, մարդիկ հասկանում էին դու միայն փող չունես, դու նաև ճարող մարդ ես։ Ներսում ամեն ինչ փորձում էին պահել նորի նման։ Գործարանային վելյուրը հաճախ ծածկում էին գորգերով։ Ոչ թե որովհետև գեղեցիկ չէր, այլ որովհետև ափսոս էր։ Շատ մեքենաների մեջ կարելի էր տեսնել կախիչներ, փոքրիկ հուշանվերներ, երբեմն նույնիսկ ընտանեկան լուսանկարներ։ Մեքենան արդեն տան շարունակությունն էր դարձել։
իսկ հայկական զրովեցի բեռնախցիկը առանձին աշխարհ էր։ Այնտեղ գրեթե միշտ կար պահեստային անիվ, գործիքների պայուսակ, կանիստր, մալուխներ, այրման մոմեր, մի քանի հին լադ ու շատ հաճախ մանգալ, որովհետև ցանկացած պահի կարող էր որոշվել գնալ Սևան։ Սևանի ճանապարհը զրովեցի բնական միջավայրն էր։ Ամառ 5 հոգի մեքենայի մեջ բեռնախցիկը լիք ու ուտելիքով, տանիքին կապված ներքնակներ կամ պայուսակներ։ Ու կես ճանապարհին շարժիչը սկսում էր տաքանալ։ Այդտեղ սկսվում էր հայկական ինժեներիան։ Վարորդը միացնում էր վառարանը ամբողջ ուժով, որպեսզի շարժիչի ջերմությունը մտնի սրա։ Դրսում +40 էր, մեքենայի մեջ ավելի շոգ, բայց ոչ ոք չէր բողոքում, կարևորը վեցը բարձրանում էր։ Հարսանիքները առանց զրովեցի դժվար էր պատկերացնել։ Փեսայի մեքենայից հետո ամենակարևոր մեքենաներից մեկն էր։ Ժապավեններ, ծաղիկներ, պատուհաններից դուրս եկած մարդիկ, անդադար ազդանշաններ։ Երբ ավտոշարասյունը մտնում էր բակ, ամբողջ թաղամասը հասկանում էր հարսանիք կա։ Բայց զրովեցի իրական տունը գարաժն էր։ Հայկական գարաժում ուղղակի միայն մեքենա չէին պահում։ Այստեղ էին մարդիկ ժամերով նստում, սուրճ խմում, նարդի խաղում, քաղաքականություն քննարկում, մեքենա սարքում։ Հայրերը որդիներին սովորեցնում էին ինչպես փոխել յուղը, կարգավորել կարբյուրատորը կամ լսելով հասկանալ շարժիչի խնդիրը։ Շատերի համար դա տղամարդ դառնալու մի մաս էր, բայց 80-ականների վերջում մթնոլորտը փոխվեց։ Քաղաքում արդեն անհանգստություն կար, ցույցեր, անորոշություն, երկրաշարժ, պակասուրդ։ Ու զրովեցի կյանքն էլ կամաց-կամաց փոխվում էր։ Այն մեքենան, որը մի ժամանակ հեղինակության խորհրդանիշ էր, շուտով ուրիշ դեր էր ստանալու։ Երբ երկիրը փլուզվեց, բենզինը դարձավ դիֆիցիտ, իսկ լույսը հիշողություն։ Վեցը պիտի աներ մի բան, որի համար ինքը երբեք չէր ստեղծվել։ Պիտի դառնար մարդկանց ապրելու միջոցը։ Ինչպես զրովեցը դարձավ գիշերային տաքսի, շարժական գեներատոր ու երբեմն նույնիսկ փրկություն։ 1992 թվական Երևանը լրիվ ուրիշ քաղաք էր դարձել։ Լույս գրեթե չկար, գազ չկար, տրանսպորտը հազիվ էր աշխատում։ Մարդիկ օրերով հերթի մեջ էին, հացի, բենզինի, ամեն ինչի համար։ Ու այդ մթության մեջ մի ձայն կար, որը մարդկանց համար հույս էր ներշնչում։ Դա զրովեցի շարժիչի ձայնն էր։ Այդ տարիներին մեքենան փոխվեց, այլևս ոչ ոք չէր մտածում փայլեցնելու քրոմի կամ գեղեցիկ համարների մասին։ Հիմա կարևոր էր միայն մի բան, որ մեքենան աշխատի։ Բենզինը դարձել էր գրեթե ոսկի։ Մարդիկ փողոցներում բենզին էին վաճառում շշերով ու բանկաներով։ Որակը հաճախ սարսափելի էր, բայց զրովեցը շարունակում էր աշխատել։ Դա վեցի մեծ առավելություններից մեկն էր։ Շարժիչը պարզ էր, կարբյուրատորային համակարգը հեշտ վերանորոգվող։ Ժամանակակից մեքենաները նման բենզինից կարող էին ընդհանրապես չաշխատել, իսկ զրովեցը ինչ-որ կերպ շարունակում էր աշխատել։ Հենց այդ տարիներին Հայաստանում զանգվածաբար սկսեցին գազաբալոններ դնել մեքենաների վրա։ Բեռնախցիկի կեսը զբաղեցնում էր հսկայական բալոնը։ Մեքենան ծանրանում էր, արագությունը ընկնում էր, բայց մարդկանց համար դա տարբերակ էր ապրելու։ Եթե բակում զրովեց կար, մարդիկ իրենց մի քիչ ավելի ապահով էին զգում, որովհետև եթե հանկարծ երեխա հիվանդանար կամ շտապ տեղ հասնելու կարիք լիներ, միշտ կգտնվեր մեկ, ով մեքենան կխոդեր։ Բայց զրովեցը մարդկանց օգնում էր նույնիսկ կանգնած վիճակում։ Շատ ընտանիքներ երեկոյան ակումուլյատորները հանում էին մեքենայից ու տուն տանում։ Դրանով լամպ էին միացնում, հեռուստացույց կամ ռադիո։ Այդ 12 վոլտը երբեմն ամբողջ տան միակ հոսանքն էր։ Ձմռանը մեքենան երբեմն դառնում էր ամենատաք տեղը ամբողջ բակում։ Մարդիկ նստում էին ներսը, միացնում վառարանը եւ տաքանում։ Հատկապես այն մեքենաները, որոնք կանադական էքսպորտից էին, ավելի ուժեղ էին տաքացնում։ Շատերը մինչև հիմա հիշում են, թե ինչքան արագ էր զրովեցի սալոնը տաքանում։ Շատ մարդիկ իրենց մեքենայի մասին խոսում էին այնպես, ինչպես մարդու մասին կխոսեին։ Ասում են, ինձ չի դավաճանում։ Ընկեր է, այս մեքենան մեզ պահեց։ 90-ականների վերջում իրավիճակը կամաց-կամաց փոխվեց։ Լույսը վերադարձավ, նոր մեքենաներ սկսեցին մտնել Հայաստան։ Փողոցներում հայտնվեցին Մերսեդեսներ եւ BMW-ներ։ 90-ականների վերջում Հայաստանը կամաց-կամաց դուրս էր գալիս ամենածանր տարիներից։ Մարդիկ նորից ուզում էին ոչ միայն ապրել, այլ նաև Երևան։ Ու զրովեցը նորից փոխվեց։ Եթե մի քանի տարի առաջ այդ մեքենան գոյատևելու միջոց էր, հիմա այն դարձավ ինքնահաստատման ձև։ Սկսվեց այնինչ հետո բոլորը կոչեցին հայկական տյունինգ։ Առաջին բանը, որ աչքի էր ընկնում, բարձրացված առջևի հատվածն էր։ Տեխնիկապես դա ամենաճիշտ լուծումը չէր։ Կառավարելիությունը փոխվում էր, մեքենան ավելի կոշտ էր դառնում։ Բայց արտաքին տեսքը լրիվ ուրիշ էր։ Մեքենան կարծես առաջ թեքված կանգնած լիներ, ավելի ագրեսիվ, ավելի փողոցային։ Դա արդեն ոչ էր դարձել։ Հետո գալիս էին սև ապակիները, որքան մուկ այնքան լավ։ Դրսից գրեթե ոչինչ չէր երևում։
Մեքենան պետք է փակ եւ անհասանելի տպավորություն թողներ, բայց ամենակարևոր բաներից մեկը երաժշտությունն էր։ Եթե բեռնախցիկում մեծ դինամիկներ չունեիր, թվում էր մեքենադ ձայն չունի։ Բակում պետք է հասկանային, որ դու եկել ես։ Շատերի համար մեքենայի երաժշտությունը նույնքան կարևոր էր, որքան շարժիչը։ Յուրաքանչյուր դետալ կարևոր էր։ Կաշվեղեկի պատյան, հայելու տակ կախված CD-ներ, վարդով փոխանցման բռնակ, լուսարձակների տարբեր լամպեր։ Այսօր դրանք գուցե տարօրինակ թվան, բայց այդ տարիներին դա ամբողջ մշակույթ էր։ Մարդիկ իրենց մեքենայի միջոցով էին արտահայտվում։ 06-ը քոնն էր։ Դու գիտեիր դրա ամեն ձայնը, ամեն խնդիրը, ամեն պտուտակը։ 2000-ականներին նոր մեքենաները շատացան, տյունինգը դարձավ ավելի թանկ եւ պրոֆեսիոնալ, իսկ բակում հավաքված 06-ները կամաց-կամաց անցյալի մաս էին դառնում։ Շատերը վաճառեցին իրենց մեքենաները։ 2006 թվականին VAZ-2106-ը տվեց իր վերջին արտադրությունը։ 30 տարի շարունակ այդ մեքենան հավաքվում էր տարբեր գործարաններում ու գնում հազարավոր ընտանիքներ։ Թվում էր պատմությունը վերջացավ։ Այսօր 06-ը լրիվ ուրիշ իմաստ ունի։ Այն արդեն երիտասարդ տարիների լավ հիշողությունների վկան էր, որի սալոնի հոտը քեզ տեղափոխում է քո մանկություն կամ երիտասարդություն։ VAZ-2106-ը մեզ համար ավելին դարձավ, քան սովետական մեքենան։ Մենք վերցրինք իտալական դիզայնը, սովետական տեխնիկան ու դրա վրա ավելացրեցինք հայկական կյանքը։ Ու դրա համար էլ ամեն 06 Հայաստանում իր պատմություն ունի։ Մեկնաբանություններում գրեք ձեր առաջին հիշողությունները այս մեքենայի հետ կապված։ Միգուցե այն եղել է ձեր առաջին մեքենան։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։ Դուք դրանով օգնում եք, որպեսզի մենք կարողանանք այս թեմայով տեսանյութեր պատրաստել։